Գաղափարակից ընկերներ, դերի Արթուն ենք շարժման համակիրներ եւ impeachment-ի բոլոր շահառուներ։ Երեք նախկին ԿՊ-ական Հովիկ Աղազարյանը Նարեկ Գալստյանի հյուրներ 24 News.am կայքի տաղավարում էր եւ Նարեկ Գալստյանի հարցին ի պատասխան կմիանաք impeachment-ի գործընթացին թե ոչ կստորագրեք այդ նախաձեռնության տակ Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ դա ըստ էության դեմ չի ինքը, բայց դա կախված է տեխնացուից, այսինքն ինքը սկսեց քննարկում, ես կասեի կառուցողական քննարկում impeachment-ի գործընթացի վերաբերյալ, ըստ էության չմերժելով այդ գործընթացին միանալու իր հնարավորությունը։ Տեխնացուի մասով իդեպ շատ նորմալ է այդ մասը, որ Հովիկ Աղազարյանը փորձում է իր պատկերացված պատկերացումներին պատասխանող տեխնացուի տեսնի այդ վարչապետի տեխնացուի տեղը, այսինքն անվստահություն հայտնված Նիկոլ Փաշինյանի փոխարեն, դա շատ նորմալ է, մենք տենց է պլանավորել ենք ԿՊ-ականների հետ ըստ էության, երբ որ արդեն սկսվի բանակցային փուլը, իրականում բանակցությունը հենց այդ դրա շուրջ է գնալու, ԿՊ-ականների հետ բանակցելու միակ թեման տեխնացուն է, կա տեխնացու, որ իրանց համար կարա ընդունելի չլինի, կա տեխնացու, որ կարա լինի, ես այդ մասին բազմաթիվ անգամ հարյուրավոր անգամ խոսել եմ, մեզ մինչև հիմա պատասխանում էին որոշ պատգամավորներ, ընդդիմադիր, ընդ որում, ասում էին, որ Հովիկ Աղազարյանը օրինակ կմիանա impeachment-ին, ինչ ասած հարցեր էին տալի։ Մասնավորապես այդ թեզը ես լսել եմ Աննա Գրիգորյանից, ես չեմ սխալվում, Քրիստինե Վարդանյանից, ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստան դաշինքի խմբակցության անդամ։ Ըստ էության պարզվեց, հա, Հովիկ Աղազարյանը երեք պատասխանեց այդ հարցին, ասաց, որ ինքը պատրաստ է միանա մասնակցի impeachment-ի գործընթացին, հավատացնում եմ ձեզ, որ նորմալ ճիշտ գրագետ կազմակերպված process-ի դեպքում այդ գործընթացը կներառի նաև այլ պրոիշխանական պատգամավորների։ Այսինքն այս պահից սկսած այլևս այդ ԿՊ-ականները կմիանան թե չեն միանա հարցը ունի իր պատասխանը, դա արդեն հին արգումենտ է խուսափելու համար էլի այս գործընթացից։ Անկեղծ ասած, մենք ուշի-ուշով հետևում ենք բոլոր ազգային ժողովի բոլոր պատգամավորների բոլոր հարցազրույցներին, ի պատասխան այս գործընթացի, հարցազրույցներին, գործողություններին, լայվերին, ստատուսներին, ամեն ինչին, ամբողջը տենց հարցազրույց բան չկա, որ մենք այդ չնայենք, դա հենց անկեղծ դեմից ասում եմ։ Սակայն այս պայդրությամբ պատգամավորներից ոչ մեկը, դրանք բոլորը գնում են ինչ-որ տաղավարներ, խոսքեր են ասում, լավ, վատ, բան եւ այլն, բայց նրանցից ոչ մեկը նախաձեռնություն չի ցուցաբերել մի հատ փորձանի հանդիպի մեր հետ, այսինքն մի հատ հասկանա, տենա մենք ինչ ենք ասում, այսինքն եթե կա խնդիրներ, եթե մեր երկուսի իրականում նպատակը նույնն է, այսինքն մեր նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելը, ու այդ ենթադրենք պատգամավորի նպատակն էլ է Նիկոլ Փաշինյանին հեռացնելը, ապա հարց առաջանում, որ ինչի եթե իրանք ունեն տարակարծություններ մեր մեթոդի մեջ, ինչի չկապի դուրս չեն գալիս, ինչի չեն փորձում հանդիպեն։ Ես չեմ խորանում այդ պատճառների մեջ ինչի եւ այլն, դրա համար անում եմ իմ առաջարկը, այս կարճ լայվը դրա մասին է, վաղը մայիսի 2-ին ուրբաթ օր ժամը երեկոյան 8:30 20:30 սիրով, շատ մեծ սիրով հրավիրում եմ բոլոր այն պատգամավորներին, ովքեր որ ունեն հարցեր, տարաձայնություններ, ինչ-որ ճշտումներ կապված impeachment-ի գործընթացի հետ, իրանք կարծում են, որ այդ գործընթացը չի լինի, որովհետև, չգիտեմ, ինչ-որ բան, մենք դա շատ ենք, ինչ-որ տարբեր բաներ ենք լսում,
լրատվական տաղավարներից, ես առաջարկում եմ շատ նորմալ, քաղաքակիրթ, կոնստրուկտիվ հանդիպում։ Հրավիրում եմ բոլոր այն պատգամավորներին, Արթունենք շարժման անունից, իմ եւ Էդգար Ղազարյանի անունից, վաղը 8:30 Կամեր 23 փաբ, հասցեն Փարպեցի 12, կարող եք, եթե ուզում եք կապ հաստատեք իմ հետ կամ Էդգարի հետ, կրկնում եմ Փարպեցի 12 հասցեն Կամեր փաբի։ Ես սիրով գարեջուր կհյուրասիրեմ բոլոր ժամանած պատգամավորներին, ու մենք ոչ աշխատանքային, այսպես ասած, Դնիպրի միջավայրում, մթնոլորտում կքննարկենք բոլոր այն հարցերը, որոնք որ կան իմպիչմենտի գործընթացի հետ կապված։ Բոլոր, եթե կան այդպիսի տարաձայնություններ, ես առաջարկում եմ այդ պատգամավորները կան ուղիղ մեր աչքերին նայելով, այդ տարաձայնությունները մեզ հայտնեն, ասեն, մեզ մեր կողմից էլ լսեն մեր հակափաստարկները եւ այլն եւ այլն։ Մենք այս պարագայում, այսքան վաղվա հանդիպման պարագայում կլինենք պատասխանողի դերում, այսինքն մենք ոչ մի հարց այս պահին դրությամբ բարձրացնելու չունենք, մենք ինչ հարցեր ունենք, արդեն նամակի տեսքով տարել ենք, տվել ենք, հանձնել ենք եւ այսպես ասած խելոք սպասում ենք 10 օրյա ժամկետում այդ նամակի պատասխանին։ Տեւաբար, եթե կան պատգամավորներ, ովքեր որ ունեն ինչ-որ փաստարկներ, որ տենց չի լինի իմպիչմենտը, որ չգիտեմ, լիքը փաստարկներ կարող են լինել, իրականում օբյեկտիվ նաև փաստարկներ կարող են լինել, այդ օբյեկտիվ փաստարկները մենք շատ ուզում ենք լսենք, ես եւ Էդգար Ղազարյանը, ինչպես նաև Արթունենք շարժման այլ մասնակիցներ, որոնց հետ դուք այստեղ կծանոթանաք, շատ դրական, նորմալ, լավ միջավայր եմ խոստանում, այսինքն լարված միջավայր չի լինելու, ոչ մեկի դեմքին չի թռնելու, ոչ մեկից ինչ-որ մոնատ չի գալու, չի վիրավորելու, չի բանանելու, մենք ընդհանրապես ոչ մի բան չենք անելու, ասես գարեջուրի բաժակները ձերը սպասելու ենք, գաք, մի բաժակ իրար հետ գարեջուր կխմենք, դուք ձեր փաստարկները կասեք, պրետենզիաները մեզ կլսեք մեր հակափաստարկները, եթե դրանք կլինեն, որտեղ չգիտեմ ինչ եք ասելու։ Ավելի աշխատանքային կոնստրուկտիվ հունի մեջ ընկնենք, որովհետև ըստ էության ես անընդհատ փորձում եմ այնց անեմ, որ մեր ընդդիմադիր պատգամավորները եւս դառնան իմպիչմենտի շահառուներ, ինչքանով է ստացվում, թե չի ստացվում, չգիտեմ, դա արդեն գնահատականը վերջում ինձ թվում է հանրությունը կտա։ Ես չեմ ուզում, որ պատգամավորները որպես ինչ-որ խալխի միջոցառում վերաբերվեն, ես սիրով հրավիրում եմ իրենց։ Ժորժ ջան, ես սիրով հրավիրում եմ պատգամավորներին մեր մոտ վաղը ժամը 8:30 Կամեր 23 Փարպեցի 12 հասցեում է գտնվում, ոնց որ կարող եք, եթե ունեք հարցեր, հարգելի պատգամավորներ, եթե ունեք տես կատեգորիկ նաև մոտեցումներ եմ տեսնում եթերներում, որ սենց ան, եկեք այդ մեր դեմքին ասեք։ Մենք սենց մեր համար նստած ենք։ Կուզեք, եթե կուզեք, կարող ենք այդ հանդիպումը անել ուղիղ եթերային ֆորմատով, եթե կուզեք, պարտադիր չի։ Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի ձեր համար լինի կոմֆորտային պայմաններ հանդիպման, այսինքն շատ կոմֆորտային պայմաններում դուք գաք, ձեր սրտի եղածը մեր երեսին ասեք, եթե ունեք ասելու, ու լսեք նաև պատասխանը, որը փաստարկների դաշտից է լինելու, էլի ոչ թե տենց ինչ-որ վիրավորականի մասին չի խոսքը։ Լսեք մեր կոնստրուկտիվ առաջարկը, մենք բոլորս այս պահից սկսած եկեք վերադառնանք կոնստրուկտիվության դաշտ։ Իրար հետ կպնենք, անենք այն, ինչին մենք անկեղծ սրտով հավատում ենք, այն ինչը մենք համարում ենք միակ իշխանափոխության հնարավորություն, միակ կրկնում եմ։ Սիրով նաև կլսենք, եթե ինչ-որ մեկը այլ իշխանափոխության տարբերակ կա մեզ ասի, մենք դա կլսենք, բացարձակ խնդիր չկա։ Կրկնում եմ, ամբողջական կոմֆորտ միջավայր եմ ես ապահովում, գեղեցիկ երաժշտություն, հաճելի խմիչքներ, եթե գարեջուր չեք խմում, մենք այստեղ ապերոլ շպրից ունենք, կոկտեյլներից նեգրոնի ունենք, ոչ պոլիտկորեկտ
կոկտեյլ, կոնյակներ, ռոմեր, տեկիլաներ, վիսկիներ, եգերմայստեր, օղի, էլ ինչ ունենք։ Ամբողջ խմիչքների սպեկտրը ունենք մենք, այստեղ կարող ենք միասին նստել, զրուցել ու եթե մենք դա ձեր հարցերին կպատասխանենք, ինձ թվում է այդ մեր անհասկացվածությունները այդ պահից սկսած այլևս համարենք, կարող ենք համարել ավարտված ու մենք միասին բոլորով կպնենք այդ գործը առաջ տանենք։ Կրկնում եմ, եթե կան падգամավորներ, ովքեր դեմ են իմպիչմենտին կամ իմպիչմենտի գործընթացը այտենց այդքան էլ իրանց սրտով չի, որովհետև ինչ որ չգիտեմ ինչ, այդ որովհետևներով եկեք մեր դեմը ասեք, մեր դեմը եկեք ասեք, մենք ոչ մի բան չենք անելու, ասենց չենք նախահարցակրնելու, վատ բառ չենք ասելու, չենք վիրավորելու, չենք մեղադրելու, ոչ մի բան չենք անելու, ոչ հին բաներ ենք հիշելու, ոչ թազա մեղքեր ենք ձեր վրա բարթելու, ոչ մի բան ախպեր։ Ես գարեջրի բաժակը ձեռս սպասելու եմ, դուք իմ բոլորը իմ հյուրն եք ելնելու, այդ օրը իսկ հյուրասիրության կանոնները ոչ մեկ չի չեղարկել։ Ես գիտեմ հյուր ընդունել եւ հյուր ճանապարհել։ Եկեք իմ հյուրը եղեք, լսեմ ձեր արգումենտները, լսեմ ձեր փաստարկները, հակափաստարկները, թե ինչի չի կարող լինել իմպիչմենտ։ Եվ նաև պատասխանեմ այդ փաստարկներին, հակափաստարկներին, ինչպես նաև Էդգար Ղազարյանը, նույն ես նաև Էդգար Ղազարյանի հետ էլ համաձայնացրեցի, ես լայվի բովանդակությունը իրանից նաև ստացա թույլտվություն իր անունից եւս այս նույն հրավերը կատարելու։ Սիրով բոլոր падգամավորներին, ովքեր իմպիչմենտի գործընթացի հետ կապված ունեն ինչ որ վերապահումներ, առաջարկում եմ այդ վերապահումները գալ ուղիղ մեր աչքերի մեջ նայելով դա ասել մեզ։ Սպասում եմ հանրությանը անպայման տեղյակ կպահենք, թե ինչ եղավ այդ հանդիպումը, եկան, քանի հոգի եկան, ով էր, ինչ արգումենտներ եղան, ինչ եղավ մի խոսքով։ Լավ մնացեք, ես հիմա էլի կրկին վազում եմ մի հատ եւս մի հանդիպման, էլի իմպիչմենտի հետ կապված, վաղը ունենք ցերեկվա ընթացքում մի քանի հանդիպումներ, դրա համար ենք երեկոյան կողմ մեր падգամավորներին հանդիպումը փորձում կազմակերպենք, երբ որ արդեն մնացած բոլոր գործնական բաները աշխատանքային, այսպես ասեմ, հանդիպումները ցերեկվա մեջ արած կլինեն։ Շնորհակալություն, իմպիչմենտը լայն հանրային արձագանք է ստանում, արդեն ստացել է արդեն, իմպիչմենտի գործընթացը այլևս անխուսափելի է, ինչքան էլ դա ինչ-որ որոշ դիմադրության հանդիպեց, շատ թույլ ընդ որում, բայց ըստ էության կարող եմ ասել, որ հանրային դաշտում այն հանրայնացնելու մասով մենք մեր առաջադրված խնդիրը, ինչը որ մենք մեր դա առաջ դրեցինք, դա իրականացել ենք, իրականացել ենք լավ։ Գնալով այդ խնդիրները փոխվելու են, այսինքն մենք նաև այդ ամեն ինչը բերելու ենք, փորձենք կոնվերտացնենք գետնի վրա, դարձնենք արդեն իրական գետնի վրա տեղի ունեցող գործընթաց։ Լավ եղեք, ձեզ բոլորիդ լավ եմ մաղթում, իսկ բոլոր այն падգամավորները, ովքեր ունեն վերապահումներ, ովքեր ունեն առարկայական բաներ, ոչ թե պարփակվել են նեղացած կեցվածքի մեջ, ովքեր այլ լուրջ գործեր չունեն, քան Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործն է, որովհետև իմպիչմենտը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին է։ Եթե ուրիշ լուրջ գործեր ունեն մեր падգամավորները, ովքեր որ ունեն կներեք, եթե լուրջ գործեր ունեն, ապա այդ դեպքում թող իրանց լուրջ գործերին լինեն, եթե Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց ավելի լուրջ գործ չունեն, մենք սիրով սպասում ենք իրենց։ Լավ եղեք, կհանդիպենք։